Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1330-րդ օրն է, ռուսական զորքերը ամենօրյա ռեժիմով ջախջախվում են Պոկրովսկի շրջանում Դաբրապոլիի ուղղությամբ, աշնանային սրացումը ռուսների վրա չի գալիս։ Ուկրաինական դրոնների հարվածների հետևանքով ժամանակավորապես օկուպացված Ֆեոդոսիայի շրջանի ծովային նավթային տերմինալում, որն ապահովում է ռուսական բանակը, վառելիքով վնասվել է 16 ռեզերվուար, տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Հոկտեմբերի 15-ի առավոտյան տվյալներով ձեռնարկության տարածքում դեռ շարունակվում է խոշոր հրդեհը, ըստ գլխավոր շտաբի Ֆեոդոսիայի նավթաբազայի ռեզերվուարներում կարող էր պահվել մոտ 193,000 խորանարդ մետր նավթամթերք, որը նախատեսված էր ռուսական բանակի համար։ Նույն օրը հոկտեմբերի 15-ին ուկրաինական դրոնները հարված են հասցրել նավթավերամշակման գործարանին Ռուսաստանի Ուֆա քաղաքում, Բաշկորտոստանի Հանրապետության։ Այս գործարանը համարվում է ռազմավարական նշանակության, քանի որ վառելիք է մատակարարում ռուսական զինուժին։ Ռազմաճակատում իրավիճակը անբարենպաստ է Պուտինի բանակի համար, չնայած հաղթանակի պատկեր ձևավորելու ամեն օրվա ռուսների փորձերին, կորուստները կրկին անցել են օրական 1000 կորցված զինծառայողի շեմը, ամենօրյա ջարդ է տեղի ունենում։ Մոսկվայի եւ Փխենյանի դաշնակցությունը, որը ձևավորվեց Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին, ի վերջո ստացվեց ծայրաստիճան անհավասար։ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի անհավասար գործընկերություն վերնագրով ուսումնասիրության համաձայն համագործակցությունից շահում է միայն Կրեմլը, այս մասին գրում է Բիլդը, հավելելով, որ Կիմ Չեն Ինը նեղացել է Պուտինից ու ցանկանում է հանդիպել Թրամփի հետ։ Սա հետաքրքիր փորձագիտական տեղեկատվություն է, սպասենք հաստատմանը։ Երեկ Թրամփը հիշեցրեց, որ ըստ Կրեմլի պլանների պատերազմը պետք է ավարտվեր մեկ շաբաթում, սակայն արդեն գրեթե 4 տարի է Ռուսաստանը չի կարողանում հասնել իր նպատակներին, կրելով ահռելի կորուստներ։ Թրամփի խոսքով Ռուսաստանի կորուստները կազմում են մոտ 1.5 միլիոն զոհ եւ վիրավոր, իսկ երկիրը խրվում է տնտեսական ճգնաժամի մեջ, որը գնալով դժվարանում է թաքցնել։ Թրամփը ընդգծեց բենզինի երկար հերթերը ռուսական քաղաքներում եւ այն, որ ագրեսորի տնտեսությունը արագորեն քայքայվում է պատերազմի եւ պատժամիջոցների ճնշման տակ։ Վերջին տարիներին հաճախ շրջանառվել են փակ դռների հետևում տարատեսակ խոսակցություններ այն մասին, թե իբր Ամերիկան եւ Ռուսաստանը համաձայնության էին եկել Ուկրաինայի շուրջ, որպիսի կիսեն երկիրը։ Այս տեսակետը հիմնականում տարածվում էր ռուսական կողմից կամ նրանց կողմից, ովքեր կապ ունեին Մոսկվայի հետ։ Շատ հիասթափվեցին նրանք, երբ տեսան մեր դիմադրությունը, չէին հավատում կամ սպասում, որ Ուկրաինան կդիմակայի, բայց Ուկրաինայի ժողովուրդը ցույց տվեց իր կամքը, բոլոր նրանք, ովքեր սպասում էին Ուկրաինայի անկմանը, մնացին ձեռնունայն։ Կլինեն բազմատեսակ վերսիաներ, արդյոք եղել է նման պայմանավորվածություն թե ոչ։ Այսպիսիք խոսակցությունները միշտ կմնան որպես դավադրության տեսություն եւ մենք գուցե երբեք չիմանանք ինչ է եղել իրականում, բայց աշխարհը մի բան հաստատ իմացավ. Ուկրաինայի մասին պայմանավորվել առանց Ուկրաինայի անհնար է։ Իսկ այժմ իրավիճակն արդեն այնպես է փոխվել, որ աշխարհը պայմանավորվում է Ռուսաստանի մասին առանց Ռուսաստանի մասնակցության։ Օրինակ ռուսական հաշիվները սառեցվում է եւ ռուսական փողերը փոխանցվում է Ուկրաինային հենց Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Ռուսաստանը կորցրեց ոչ միայն գերտերության իր լեգենդը Փուչիկը, այլ կորցրեց սեփական սուբյեկտայնությունը, վերածվելով Չինաստանի վասալի։ Ժողովրդական խոսք է, չէ՞, ասում է փոս փորողը ինքն է փոս անկնում։ Իսկ Ռուսաստանի ներսում իրավիճակը գնալով վատթարանում է, երկիրը կանգնած է սնանկության ալիքի առաջ, միանգամից երկու տնտեսական ճյուղեր փլուզվել են, ածխի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներն ամենաշատն են տուժել պատժամիջոցներից եւ պատերազմից։ Մոսկվայում կայացած էներգետիկ ֆորումում էներգետիկայի փոխնախարար Դմիտրի Իսլամովն առաջին անգամ բացահայտորեն ընդունեց խնդիրները, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա խնդիրների մասին նորից հենց ռուս փորձագետներն են զգուշացնում։ Նախքան մեր այսօրվա այլ թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան հատկացրեք YouTube-ի գործիքներից օգտվելուն եւ մեր հաղորդումը լայքելու եւ եթե հնարավոր է սոցիալական ցանցերում տարածելու համար։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ամենօրյա ռեժիմով աջակցում են մեզ եւ տարածում են մեր եթերը։ Խնդրում եմ ստուգեք արդյոք բաժանորդագրված եք թե ոչ մեր բոլոր ալիքներին։ Bild բարբերականի կողմից հրապարակված զեկույցի հեղինակ Հանուգի համալսարանի պրոֆեսոր Ելենա Գուսեյնովան հաշվարկել է, որ 23 թվականից
Սկսած Հյուսիսային Կորեան Ռուսաստանին փոխանցել է զենք 5.6 միլիարդից մինչև 9.8 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ, մատակարարումների մեջ ներառված են միլիոնավոր հրետանային արկեր, հարյուրավոր հաուբիցներ, հրթիռային կայաններ, բալիստիկ զենքեր, ինչպես նաև մոտ 15000 հյուսիսկորեացի զինվորների ուղարկում ռազմաճակատ։ Ռուսաստանի պատասխանը եղել է գրեթե խորհրդանշական։ Մոսկվան Հյուսիսային Կորեայի ուղարկել սննդամթերք, նավթ, հոբհամակարգեր եւ հնարավոր է մի քանի ռազմական ինքնաթիռ, ըստ փորձագետների ռուսական մատակարարումների ընդհանուր արժեքը չի գերազանցում 1.2 միլիարդ դոլարը։ Միևնույն ժամանակ Հյուսիսային Կորեայի համար տեխնոլոգիական առաջընթաց չի գրանցվել, երկրի արտարժութային պաշարները չեն աճել, իսկ տնտեսական վիճակը շարունակում է մնալ աղետալի։ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի Հարավային Կորեայի մասնաճյուղի ղեկավար Ֆրեդերիկ Շպորը շեշտել է. Պուտինը բառացիորեն թալանում է Հյուսիսային Կորեան, մինչ այժմ Կիմը կարողացել է ստանալ հիմնականում քաղաքական օգուտ, որոշ չափով մեղմելով երկրի մեկուսացումը, սակայն այս ամենը տեղի է ունենում իր իսկ զինված ուժերի հաշվին։ Այսպիսով այն դաշինքը, որն ընկալվում է Կրեմլի կողմից որպես ռազմավարական, իրականում վերածվում է մեկուսացված բռնապետության բացահայտ շահագործման։ Ռուսաստանը ստանում է զենք եւ մարդիկ, իսկ Հյուսիսային Կորեան միայն գործընկերության պատրանք եւ ավելի խորացող տնտեսական ճգնաժամ։ Տեսանելի փոփոխությունների ֆոնին Կիմ Չեն Ինը հանկարծ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հյուսիսային Կորեայի պետական քարոզչական գործակալությունը մեջբերել է բռնապետի խոսքերը, նշելով, որ ինքը հիանալի հիշողություններ ունի Ամերիկայի ղեկավարի հետ։ Փորձագետների կարծիքով Կիմ Չեն Ինի համար նման հանդիպումը կարող է չափազանց շահավետ լինել, դա կարող է բարձրացնել նրա հեղինակությունը եւ ցույց տալ Մոսկվային ու Պեկինին, որ ինքը այլընտրանքներ ունի։ Հյուսիսային Կորեայի շուրջ ծագած անորոշությունների ֆոնին Պուտինը կանգնած է լուրջ խնդրի առաջ, բանակում զինվորի պակասի պատճառով, ինչպես հայտնի է, Ռուսաստանում մինչ այժմ հայտարարվել է միայն մեկ համազգային զորահավաք մոբիլիզացիա, դա 22 թվականի սեպտեմբերին էր։ Այդ ժամանակից ի վեր Կրեմլը փորձել է խուսափել նոր մոբիլիզացիայից, գիտակցելով հասարակության դժգոհությունը։ Փոխարենը նա փորձել է ներգրավել վարձկաններ արտերկրից, բայց պարտվողական պատերազմը ստիպում է Պուտինին փնտրել նոր ելքեր եւ կարծես գտել է թաքնված մոբիլիզացիայի մեխանիզմը։ Ռեզերվիստների վերաբերյալ նոր օրենքը տեսականորեն կարող է թույլ տալ Պուտինին մինչև 2 միլիոն ռուսաստանցիների ներգրավել պատերազմում Ուկրաինայի դեմ։ Եթե իհարկե նման քանակը զենքով ապահովելու տարբերակ լինի։ Հիմա, ինչպես գիտեք, ռուսական բանակի կողմից կիրառվող զենքի միայն չնչին մասն է կարողանում ապահովել Ռուսաստանը, մնացածը ներմուծվում է Հյուսիսային Կորեայից, Իրանից եւ որոշ նոմենկլատուրա նաեւ Չինաստանից։ Կրեմլը երկար ժամանակ չէր կարողանում որոշել որտեղից եւ ինչպես նոր մարդկանց ներգրավի բանակ, սկզբում փորձում էին ֆինանսական խթաններով, հետո օտարերկրյա վարձկաններով փակել անցքերը, սակայն այս մեթոդներից ոչ մեկը չի ապահովել անհրաժեշտ քանակությամբ զորքի համալրում, այլ որակի մասին չենք խոսում, իսկ այժմ նոր օրենսդրական նախաձեռնությունը ըստ Թելեգրաֆի թույլ կտա Պուտինին նոր զորքեր հավաքագրել երկրի ներսից առանց նոր մոբիլիզացիա հայտարարելու, փաստացի գաղտնի մոբիլիզացիա կամ քողարկված մոբիլիզացիա։ Օրինագիծը դեռ չի ընդունվել, սակայն գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Ռուսաստանի խորհրդարանը կաջակցի այդ օրինագծին։ Նախագծով նախատեսվում է, որ հնարավոր կլինի զորակոչել պահեստազորի անդամներին նույնիսկ խաղաղ ժամանակ, մի բան, ինչը նախկինում ռուսական օրենսդրությունը չէր թույլատրում։ Այս օրենքը Պուտինին կտա հնարավորություն համալրելու բանակն առանց հանրային աղմուկ բարձրացնելու։ Հիշեցնենք, առաջին եւ միակ մոբիլիզացիան Ռուսաստանում հայտարարվել էր 22 թվականի սեպտեմբերին, դրանից հետո հազարավոր տղամարդիկ փախել էին Ռուսաստանից։ Թվերը տարբեր են նշվում։ Այս հաղորդագրությամբ ես ուզում եմ զգուշացնել Ռուսաստանում ապրող հայերին, որոնք չեն աջակցում Պուտինին, եթե չեք ցանկանում մոբիլիզացիայից հետո հայտնվել ճակատում, սպանվել կամ հաշմանդամ դառնալ, ժամանակն է մտածել ձեր անվտանգության մասին։ Ես չեմ ասում ինչ անել, դուք տեղում վիճակը ինքներդ ավելի լավ եք տեսնում, պարզապես զգուշացնում եմ վտանգի մասին, ձեր գլխի ճարը տեսեք։ Իմը զգուշացնելն է, իսկ արդեն ընտրությունը ձերն է։ Չէի ցանկանա, որ մի օր ձեր հարազատները ինձ գրեն կամ զանգեն ասելով, որ անհետացել եք կամ գերության մեջ եք եւ խնդրեին օգնել։ Ռուս ռազմական լրագրողների տվյալներով նորակոչիկների կյանքը պլյուս-մինուս 2 շաբաթ է մարտի դաշտում, այնպես որ ձեր հաշիվները ճիշտ արեք։ Ռազմաճակատում անցած օրը տեղի ունեցել 182 մարտական բախում, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական բախումներ տեղի են ունեցել 10 ուղղություններով, ամենաշատը 69 Պոկրովսկի ուղղությամբ։ Ռուսները գիշերը նորից շահեդների գրոհ են կազմակերպել Ուկրաինայի բնակավայրերի վրա։ Մեր հոպը թշնամու 113 դրոններից 86-ը խափանել է, բայց
նաև կան խոցումներ։ Ռուսական զորքերի հիմնական թիրախը անցած գիշեր Դնեպրոպետրովսկի մարզն էր։ 1 մարդ վիրավորվել է, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ, արդյունաբերական եւ տրանսպորտային ձեռնարկություններ, համապատասխան ծառայությունները անցել են արդեն հետևանքների լիկվիդացման աշխատանքներին։ Ըստ Ուկրաինայի գենշտաբի տվյալների միայն վերջին 1 օրում ոչնչացվել է 1070 զինծառայող ռուսական բանակի եւ նրանց 580 միավոր ռազմական տեխնիկան։ Ռուսաստանի ընդհանուր կորուստները պատերազմի սկզբից ի վեր արդեն կազմել են 1,126,220 զինվոր։ Ուկրաինայի զինված ուժերը ամենօրյա ռեժիմով հարվածներ են հասցնում Ռուսաստանի ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին ռուսական բանակի կարողությունները թուլացնելու համար։ Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան դրոնները հարվածել են Ուֆայի արդյունաբերական գոտուն։ Այնտեղ գտնվում է խոշոր նավթավերամշակման գործարան, որը պատկանում է Բաշնեֆտ ընկերությանը։ Մեր Telegram-ում հրապարակված տեսանյութում տեսանելի է դրոնների թռիչքը։ Բացի այդ, նավթավերամշակման գործարանի տարածքում երկինք է բարձրանում հսկայական ծուխ։ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել իրավիճակը Ուֆայի արդյունաբերական գոտում, սակայն նրանք անուղղակիորեն հաստատել են Ուկրաինայի հարձակումը, հայտարարելով, որ տեղի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր թռիչքները եւ վայրէջքները։ Գենշտաբը ներկայացրել է մանրամասներ հոկտեմբերի 14-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումների հարվածների մասին։ Խոցվել են Կրասնայա Պալյանայում R-18 ռադիոլոկացիոն կայան, Ղրիմում Ալեշկիի անօդաչու թռչող սարքերի կառավարման կետը, Խերսոնի մարզի ժամանակավորապես օկուպացված տարածքում եւ Մակեևկայի տարածքում գտնվող զինամթերքի պահեստը, որը Դոնեցկի մարզի ժամանակավորապես օկուպացված տարածքում է։ Չեմ ուզում շատ երկարացնել մեր եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումները։ Ձեզ ամենալավն ու բարին, հուսամ կհանդիպենք արդեն վաղը ավելի լավ լուրերով։ Կուզեի ասել, որ եթե երբեմն եթերը ուշանում է, դա կապված է պատերազմի հետ, գիտեք, աշխատում ենք բարդ պայմաններում, բայց որքան էլ դժվար լինի վիճակը, աշխատում եմ եթերը ձեզ համար անպայման պատրաստել։ Այսքանով ավարտեմ, բարով մնաք։